Իսկ արդարը որ նախարարները 7 միլիոնով բարգեւակում են 1 միլիոն աշխատալ արդեն տարի։ Ես ուզում եի վարչապետին հերբանից կամ զանգեմ կամ նած նամակ գրեմ, որ այդ ոնց է այն աթոռմաշողները 7 միլիոններով բարգավաճառ են ստանում, իսկ զինվորական թոշակառուները այնքան չեն ստանում, որ իրանց մինիմումը ապահովեն գոնե կամ ընտանիքին օգտակար լինեն։ Չէ, բայց որ արած գործնալ էլ արդար։ Չէ, ես դեմ եմ ամեն մի քայլին ինչ որ հիմա կատարվում է։ Իմ ինչին է պետք 10 մանեթ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ ստանում էի 70,000 ռուբլի թոշակ։ Իմ թոշակը կտրեցին, տղաս երկրորդ կարգի հաշմանդամ է ստանում էր էլի 20,000 ինքը կոմպենսացիա ստանում կտրեցին, թողեցին 4 անչափահաս երեխա տանը, ինքը անաշխատունակ, աշխատող չկա տանը, հիմա ես ինչ ասեմ, ասելու բան չունեմ։ Երկրորդ կարգի հաշվանդամին չեն կտրել։ Ես շատ գիտեմ չի են կտրել։ Չեք դիմել, չեն պատասխանել, չեն կտրել։ Դե չի դիմել, երկու անգամ ես տեղ գրել եմ, ոչ մի պատասխան, ոչ մի բան։ Դե կարդում եք ամեն ինչ էլ իմանում եք, բայց չենք անում։ Մարդենք մենք էլ ենք ախր հաց ենք հետում ավտոբուսներում պիրաշկի չենք ուտում։ Հա։ Մեր տներում ենք նորմալ նստում ուտում։ Դա արդար չէր։ Դա կտեր քասիպների, որոնք փողի կարիք ունեն։ Դա դրանց կտեր, ոչ թե ասեն կտեր դեպուտատներ։ 10,000 դրամը դա սուտի փողը, եթե ուզում ես ճիշտ իմանալ, դա սուտի փողը։ Դա պետք է ամենակիչը 50% էլ ավելացել էր, որը հիմիկվա շուկայի գների հետ համապատասխանել էր։ Բայց չկա, չեն տալի, ունեն, վերասես չունեն ունեն, բայց չեն տալի։ Լսել եմ բաշանում 10,000 դրամը, 10,000 դրամն ինչ է, իրանք $100 ու սանձերնոցիկի տեղ են օգտագործում, 10,000 դրամն ինչի տամ, դեղին տամ, ես ինչ, իմ որդին երիկամային հիվանդա, 37,500 դրամ թոշակաստանը, իսկ նրա միտուպ կալի դեղը արժի 38,000 դրամ, 500 դրամ էլ պետք է պարտկանի վրեն տնի, որ այդ միտուպ դեղն առնի, դա ճիշտ չի։ Ես գիտես ինչ կասեի, ես կասեի ամենաբարձր աշխատավարձը Հայաստանում պետք է ստանա սալդատը, որ անձրևի տակին, ծնի տակին ավտոմատ ծրին սահմանը մկան գնացա, և նա շատ չնչին փող է ստանում, 170, 160, այն է որ տրանսպորտի ատալի, որը ուտելիքի ատալի, տակին մի 100 մայտ փող է մնում, մի պահակի փող է մնում ընդամենը, բայց սահմանը պահողը, որ մենք հանգիստ ենք քնում, սալդատն է։ Էղորմածիկ Վազգեն Սարգսյանը գիտես ինչ ասեր աթոռի հմարմիկ կրվել, աթոռը տեղը տնելու հմար կրվեցեք, որտեղ լիզեր աթոռը ցած տնեք։ Ճիշտ էր թե ոչ, նա ճիշտ տղա էր, եթե նա կենթանի լեր Հայաստանի վիճակս այսպիսին չէր։ Մեր չի դիտալ, ինչ անենք, մեր քիչ էլ տալիս է, 40,000 թոշակ եմ ստանում, կդառնա 50,000։ Իսկ ինչքան պիտի բարձրացներ թոշակառուի թոշակը, որ թոշակառուն նորմալ ապրեր։ Չգիտեմ, մի 100 պետք է լի, որ միայնակ եմ, կարողանամ ապրել։ Դա իր ազնագազմի թոշակն է շատ ազբաններ, պարգևադրումներ, իսկ մերպես ժողովրդի, որ սա կյանք աշխատել են, այս պետության համար զրո է։ Դժգոհ եք 10,000-ի չախտիկ չասկացա։ 10,000 եղա, չեղած, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Երեխիքի համար շատ մերկատ կաֆե դառնենք էլի, հա, մերկու կաֆե։ Չէ, դա вообще արդար չի, սաղ են, մարդ է սաղ է, դա արդար չի ընդհանրապես։ Օրինակ ես համաշխատում եմ, համ թոշակ եմ ստանում, ասկերացու էլի բայց բարկերի մեջ տնքում եմ, չեմ կարում էլի ստանում, ինչ անեմ, էլի որ քիչ է, էլի ասենք մի 50 ստանում եմ թոշակ, ինչ անեմ դրան, էլի որ մինիմալ մի 100 լի կարաս կոմունալ, նորմալ ապրես, դա լավ չէ, ոնց ասեմ, ինքը դա ճիշտ չի, մոչեմեծ ասենք ինչ պետք անի, ինքը չգիտեմ, ինքը ճիշտ չի բարվես, թե զդրուցը համար է տվոց, բայց էլի որ շատ է քիչ, եթե մինիմալ շինի գոնե 100, ժողովուրդը կանել ապահովեն բանկերը, սա վատ վիճակը, սա լարմա, սա ժողովուրդը նույն ագրեսիվ էր իմի, առաջվա կյանքը չի մի, ոնց ասեմ, ոտի այդ բանը բարձրացնի, որ համ կարանաս թեկուս Արտուր անես կախիկով, կեսր է, ոչ թե 10 մայթով, ինչ անես, 10 մայթով, ինչ անեմ ես։ Ասում է, որ 10,000 դրամ ես բարձրացրել եմ,
Ինչ ես անելու։ Խոսքը օրինակ ինձ էլ ավելաբերվում։ Ես ամեն դեպքում նրան ինչն է հետաքրքրում, որ այդ հարցը տալիս է այդ ստացողի վրա 10,000 ինչ ես անելու։ 10,000 մտամ փողաստեղ, այս պետությունում մեկ էլ ինչ անելու, երկու օր կարող է փորոք ուշ հաց ուտի։ Բայց մարդ կա, որ ժամը 10 փող չի համարում։